Դավիթը եւ Արսինեն ներքին գործերի նախարարին կից երիտասարդական խորհրդի անդամներ են։ Արդեն մի քանի ամիս է նախարարության տիրույթում գտնվող տարբեր թեմաներ են ուսումնասիրում, քննարկում, առաջարկներ ներկայացնում։ Դավիթը խորհրդի մասին համացանցով է տեղեկացել։ Նշում է, վերջին նիստի ժամանակ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման ուղղությամբ առաջարկներ են ներկայացրել։ Լուսացուցային կարգավորումներից մինչև համապատասխան ճանապարհային ենթակառուցվածքների կառուցում եւ կատարելագործում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, նրանք կլինեն իրավական, կրթական եւ այլն։ Դավիթը տեղեկացնում է, որ իր առաջարկներից մեկը կյանքի կոչվելու միտում ունի։ Պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ։ Մենք աշխատենք կրթական կոմպոնենտի վրա, կրթականը ենթադրում է հետևյալը, մեջբերեմ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ ստեղծվել էին կրթական հավելվածներ, նույն այն էփերը եւ հավելվածները, որոնք սովորողները, երիտասարդության ներկայացուցիչները ամեն օր օգտագործում են, խաղում են եւ իրեն ժամանակը վատնում են դրա վրա եւ մենք պայմանավորվեցինք, որ այդ առաջարկի շուրջ կաշխատենք, ավելի կկատարելագործենք։ Արսինեն նույնպես երիտասարդական խորհրդի մասին տեղեկացել է համացանցից, պատմում է իր ներկայացրած առաջարկների մասին։ Հիմնականում հանդես եկավ վարորդական վկայականի տրամադրման ընթացակարգի հետ կապված առաջարկներով, հիմնականում տարիքային շեմի սահմանափակման կամ ընթացակարգի ավելի հեշտացման հետ կապված, այդ թվում նաև վարչական պատասխանատվության հետ, որը որ կիրառվում է առանց վարորդական վկայականի ղեկին նստող անձանց նկատմամբ։ Արսինեն առաջարկել է խստացնել պատիժը այն անձանց նկատմամբ, որոնք տրանսպորտային միջոցը տրամադրում են վարելու իրավունք չունեցող անձի։ Օրինակ, երբ որ հայրը թույլ է տալիս իր երեխան, քաջ գիտակցելով, որ նա անչափահաս է կամ չունի վարորդական վկայական, նստի ղեկին եւ վարի ազատ կերպով, կարծում եմ դա պետք է կանխվի եւ եթե մենք նաեւ սեփականատիրոջ վերաբերյալ որևէ սահմանափակումներ կիրառենք, շատ հնարավոր է, որ նրանց գոնությունը ավելի մեծանա։ Այս պահին տուգանքը 25,000 դրամ է։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, առաջարկը դրական արձագանք է ստացել։ Ներառվել է օրենսդրական փաթեթի մեջ փոփոխությունների եւ կներկայացվի առաջիկայում քննարկման։ Երիտասարդական խորհուրդը օգոստոսին է ստեղծվել։ Սկզբում 132 երիտասարդ էր դիմել։ Հարցազրույցի համար ընտրվել էին 70-ը, որոնցից խորհրդում ընդգրկվել էին միայն 37-ը։ Երիտասարդները բացի ներկայացնելուց առաջարկներ քննարկումներ ունենում նաեւ միմյանց հետ, նաև մեր ներքին գործերի նախարարության եւ երթակա ծառայությունների ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի հետ։ Տվյալ դեպքում ՃՏՊ-ների կանխման վերաբերյալ երիտասարդական խորհրդի նիստի ընթացքում ներկային նաև համայնքային ոստիկանության եւ բարեկային ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները, որոնց հետ մեր երիտասարդները քննարկումներ են ունենում։ Սարգսյանը տեղեկացնում է, հնարավոր է, որ երիտասարդական խորհրդի անդամների առաջարկներից եւս մի քանիսը կյանքի կոչվեն։ Լիանա Խաչատուրյան, Ռոմիկ Խաչատրյան, Լուրեր։